Տիկին Թանդելյան, եթե թոշակները դարձրեցին անկախիկ առևտուրը, բա ես հարևանից առևտուր եմ անում, գյուղմթերք եմ գնում, ձուա, կաթա, ինչպես վճարեմ նրան կանխիկ։ Մայրիկ ջան, այս խնդիրը առաջացել է նրանից, որ պետությունը կենսաթոշակառուներին զրկել է ընտրության հնարավորությունից, թե ինչպես ստանալ կենսաթոշակը, կանխիկ թե անկանխիկ, եւ ձեր փոխարեն որոշել է, որ դուք դա ստանալու եք անկանխիկ։ Այնինչ իրականում ենթակառուցվածքները պատրաստ չեն։ Դուք պետք է ունենաք հնարավորություն ընտրելու։ Ձեր թոշակները ստանում եք կանխիկ թե անկանխիկ ըստ ձեր իրավիճակի։ Ցավոք սրտի դեռ 2020 թվականին, երբ այս նախագիծը բերվում էր ազգային ժողով, ես հենց այս խնդիրների մասին նախազգուշացրել էի իշխանություններին։ Ու անցել է 6 տարի եւ խնդիրը լուծում չի ստացել։ Պարոն Սայան, մինչև 300 բնակիչ ունեցող բնակավայր մեր երկրում կա 273։ Օրինակ, մինչև 90 բնակիչ ունեցող բնակավայրեր ունենք։ Ջիլիզա, Յաղդանը միջնաշխարհիկ վայր է, որտեղ ապրում է մինչև 90 հոգի քաղաքացի, մեծ մասը կենսաթոշակառու։ Ինչ եք կարծում, քանի բանկոմատ կա այնտեղ։ Կարծում եմ պատասխանը ձեզ հայտնի է։ Իսկ Ջիլիզայում, որտեղ մոտավորապես 50 հոգի մարդ է ապրում, 90-50, նայած որ վիճակագրությունը նայենք։ Գիտեք, քանի անգամ վերջի անգամ երբ այդտեղից օրինակ տրանսպորտ գնացել մոտակա քաղաք, որտեղ կա համապատասխան ենթակառուցվածք անկանխիկ թոշակ ստանալու։ Երևի այդ հարցը տարօրինականություն, որովհետև դա պետք է ասել վերջի որ տարում է գնացել նման տրանսպորտ։ 35 կիլոմետրի հեռավորության վրա է գտնվում մոտակա քաղաքը, որտեղ կա ենթակառուցվածք, որից կարող է նա օգտվել։ Ինչ եք կարծում, այն ժամանակահատվածը, որ ներդրել եք, որքանով են ենթակառուցվածքները պատրաստվելու կամ որքանով է նրանց շահավետ լինելու այդտեղ որևէ նման ենթակառուցվածք ունենալ։ Եվ այդ տիպի գյուղեր բազմաթիվ են, որտեղ մի քանի մարդ է ապրում, հիմնականում կենսաթոշակառու, իսկ մոտակա բնակավայրը, որտեղից ընդհանրապես կարելի է օգտվել նման ենթակառուցվածքից, չտեսնված հեռու է եւ առանց տրանսպորտի որևէ միջոցի։ Երաշխավորում եք արդյոք, որ որ հիմա կներդնենք, դա գործելու է կամ այդ տարեց մարդիկ հնարավորություն են ունենալու օգտվել դրանից։ Հասկանում եմ, կարող եք գալ հետո նորից հետաձգել, իսկ միգուցե ենթակառուցվածքները պատրաստեք, մարդկանց պատրաստեք, մեխանիզմներ առաջարկեք, հետո նոր նման օրինագծերով հանդես գաք, եթե իհարկե դրա կարիքը երբևէ կա։ Շնորհակալ եմ։